Դերասաններ Արմեն Մարությանի և Ալա Վարդանյանի թոռնուհին Անժելան շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։ Շաբաթներ առաջ Star-News-ի աչքից չէր վրիպել, որ սիրված դերասանների թոռնուհին դադարել է ամուսնու հետ հրապարակումներ անել։ Ավելին, նա հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ զույգը միգուցե ամուսնալուծվել է։ Այս առիթով փորձեցինք կապ հաստատել Անժելայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հաղորդագրություններին։ Օրեր անց արդեն Անժելան նոր գրառումներ է արել ինստագրամյան հարթակում, որոնք խորացնում են բաժանության մասին կասկածները։ Դու չէիր սովորի հեծանի վարել, եթե մի օր քեզ չթողներ այն մեկը, ում վստահում էիր, գրել էր Անժելան ու հավելել. Ես խոստովանում եմ, որ միշտ զարմացել եմ, թե որքան ցածր կարող է ընկնել մարդը, գրել էր սիրված դերասանների թոռնուհին։ Star-News-ը շարունակում է հետևել իրադարձություններին։ Հավելենք, որ Անժելան ամուսնացել էր 2022 թվականին։ Նա և ամուսինը համարվում էին ինստագրամյան ամենահամահունչ զույգերից մեկը։ Անժելան նույնիսկ որպես իր տեսահոլովակի գլխավոր հերոս ընտրել էր ամուսնուն։ Star-News-ը շուտով հանդես կգա նաև լրացուցիչ տեղեկատվությամբ։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել նաև մի քանի տեսանյութ, որոնք Անժելան հրապարակել է իր ինստագրամյան էջում։ Լսի, մի րոպե, հա, մի րոպե։ Այս փուչիկը Մամա, հա, այսրանց հետո կադրում։ Իհարկյան։ ասա ինչ ենք անում։ Արի։ Բան սցենարիստ եմ, էլի ռեժիսորը։ Պապան էլ է երևում։ Ոնց է իրանում դեռ։ Ոնց է իրանում դեռ։ Հարություն։ Շատ այ։ Վեցը հոմերա, վեցը թվով եմ դրել, քիվն եմ դրել։ Արևը, Հարություն։ Ալով փչում ենք։ 3, 4, շուտ։ Ավելի կեշտ անշատ։ Ես ոնց ինչ է բերել, չկտրով դանակ։ Մի հատ նայի կադրը նկարում է, թե չէ։ Едем далекие края, счастливые соседи, красивые друзья. Нам весело живется, мы песенку поем, а в песенке поется про то, как мы живем. Շենք, որ ամիսներ առաջ Ամալիա Հովհաննիսյանի Live Room հաղորդման հերթական հյուրը դերասան Արմեն Մարությանն էր։ Star-News-ը հետևել է զրույցին առանձնացնելով կարևոր մանրամասներ։ Խոսելով դստեր ու նրա ընտանիքի ողբերգական վթարի ու այժմյան կյանքի մասին, դերասանը նշել էր. Ես մի քիչ ուրիշ կերպ ապրող մարդ եմ, ես գոյատևողների մեջ եմ, որովհետև մեծ դժբախտություն եմ տարել։ Ես երջանկության մասին խոսում եմ, ես չեմ կարող երջանիկ լինել։ Ինձ միամիտի տեղ եմ դրել ապրում եմ, բայց այդ ցավը հո չեն կարող իմ միջից հանել, դա անհնար է, դա այդպես հետդ պետք է գնա մինչև վերջ։ Աշխատում ենք, ապրենք վաղվա օրով, մի կերպ յոլա գնանք, տեսնենք մեր վերջն ինչ է լինում, որովհետև ես հավատում եմ, որ նրանք մի օր, մի տեղ հանդիպում են, եթե նույնիսկ դա չկա, դրան պիտի հավատալ և քեզ այդպես տրամադրել, այդպես ապրել, թե չէ կարող ես խելագարվել։ Դրա համար կարելի է Դավթաշենի կամրջից քեզ գցել ու պրծնել այդ տանջանքից, բայց էլի մարդիկ կան, որոնց դու պետք ես, որոնք քեզ համար կարևոր են, իրենց չցավեցնելու համար, դու այդ ցավը տառապանքը պիտի տանես։ Հոգու ցավը ավելի դժվար բան է, չկա այնպիսի մարդ, ով դարդ կամ ցավ չունենա, կամ մարդ, ով մի քիչ է հասկանում, կամ դնում են իրենց գժի տեղ, լռում են, ամենավտանգավորը լռողն է, դրանք երկար չեն ապրում, դա դժվար է։ Հարցազրույցի ժամանակ նշել էր Արմեն Մարությանը։ Հավելենք նաև, որ Անժելան որոշել է իր առաջին քայլերն անել երկարվեստում, նա արդեն թողարկել է իր տեսահոլովակները, որի հերոսները ինքը և իր ամուսինն են։ Ինչպես արդեն նշեցինք, հունիսի 13-ին ծնվեց Ալա Վարդանյանի և Արմեն Մարությանի ծոռնիկը։ Այս մասին ամիսներ առաջ Bravo AM-ի հետ զրուցել էր Ալա Վարդանյանն ու պատմել իր հույզերի և իհարկե մեծ ուրախության մասին։ Սիրված դերասանուհին նշել էր. Անչափ ուրախ ենք, փոքրիկի ծնունդը մեզ համար ապրելու իմաստ է, կյանքի շարունակություն։ Այնքան հուզված և ուրախ ենք, որ չենք էլ կարողանում այդ ամենը արտահայտել։ Դեռ Անժելային և երեխային չենք տեսել։ Մեզ հիվանդանոցից տեսանյութեր է ուղարկում։ Այդպես ենք ծանոթացել Հարությունի հետ, նշել էր դերասանուհին։
Իր անբացատրելի, բայց միաժամանակ շատ ուրախ ապրումների մասին պատմել էր նաև Արմեն Մարությանը։ Ես էլ Ալլայի պես նույն բանն եմ զգում։ Չգիտես ուրախանաս, հուզվես, թե արտասվես, ամեն ինչ իրար է խառնված։ Շատ լավ բան է ծոռնիկ ունենալը։ Հասկանում ես, որ ամեն ինչ մեռնում է, բայց հույսը չի մեռնում։ Իր հարցազրույցի ընթացքում անկեղծացել էր Արմեն Մարությանը։ Հավելենք նաև, որ դեռ ամիսներ առաջ դերասանը մեկ այլ հարցազրույց ևս տվել էր կապված Գոյ և Սունդուկյան թատրոնների միջև տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Բայց ինչու եք այդպես չարախնդորեն տրամադրված միմյանց հանդեպ։ Պետք չէ այդպես չարությամբ մոտենալ խնդրին։ Այդ մասին Սունդուկյանի անվան թատրոնում հանդիպման ժամանակ դիմելով Գոյ թատրոնի դերասաններին ասել էր Սունդուկյանի դերասան Արմեն Մարությանը։ Մազմանյանը Արմենը որպես երիտասարդ ռեժիսոր դիմեց Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Աղափլանյանին և իրեն նույնպես թույլ տվեցին այդտեղ անել բեմադրություն։ Դա այնքան երկարեց։ Հասավ Խորեն Աբրահամյանին։ Խորեն Աբրահամյանն էլ թույլ տվեց, որ բեմադրություններ անի այդտեղ և դա երկարեց այնքան, մինչև նախարար Հասմիկ Պողոսյանին։ Այդ ժամանակ Փոսի թատրոնը ծախեցին և այդ ստատուսը տվեցին Մազմանյան Արմենին։ Փոսի թատրոնի հրաշալի թատրոնի դերասաններին կցեցին Մազմանյանի թատրոնին։ Մազմանյան Արմենին տվեցին Ադրին, որը մի շշմելու տեղ էր, իսկական փորձարարական թատրոնի տեղ, բայց Արմեն Մազմանյանը $1 միլիոն վաճառեց Ադրին և սկսվեց էս տարածքի կռիվը։ Սունդուկյանը մեր ազգային թատրոնն է։ Յուրաքանչյուր դերասանի ցանկությունը, երազանքը պետք է լինի այս թատրոնում աշխատելը, որ ինքն արժանացել է դրան, որ իրեն ընդունել են այս թատրոն։ Հիմա 20-30 հոգու այս թատրոն են ընդունել։ Ասում են եկեք, այս թատրոնում պետք է աշխատեք։ Հիմա ինձ հետաքրքիր է, չեք ուզում, ասել էր նա։ Արմեն Մարությանը վստահեցրեց, որ Սունդուկյան թատրոնում ամեն տեսակի բեմադրություն էլ արվում է։ Այսօր մենք կունենանք Գոյ թատրոն վերևում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել։ Այս թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնել էր Արմեն Մարությանը։ Նշենք նաև, որ սիրված դերասան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը ծնվել է Երևանում 1968 թվականին։ Ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։ 1968-ից 1971 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1971 թվականից նույն թատրոնի դերասան է։ Խաղացել է ավելի քան 100 դեր թատրոնում, ֆիլմերում, հեռուստառադիո թատրոնում։ Ֆիլմեր, որտեղ նկարահանվել է Արմեն Մարությանը։ Հուսո աստղ, Գաղտնի խորհրդականը, Աշնանային ծիրան, Պահանջվում է միլիոնատեր, Պոկեր AM, Վոդկա Լիմոն, Երևան ջան, Դեմքով դեպի պատը, Ելք չկա։ Հեռուստասերիալներից, որոնք ավելի հայտնի դարձրին դերասանին, դրանք են. Որոգայթ, Դիմակահանդես, Ուր է իմ տղամարդը, Կադրերի բաժին, Մեղրամիս, Երկուսով, Ծաղիկներ ձյան տակ։ Այս տարիների ընթացքում սիրված դերասանը մրցանակների պակաս ևս չի զգացել։ Երևանի քաղաքապետարանի զինանշան հուշամեդալ նա ունի, Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ, ՀԹԳՄ արտավազդ, մրցանակի որպես տարվա լավագույն դերասան, Էլիզբարովի և Գոյայի դերակատարումների համար։ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումը նա ստացել է 2003 թվականին, 2011 թվականին Մովսես Խորենացու մեդալ է ստացել։ Արմեն Մարությանի կինը Ալլա Վարդանյանը նույնպես շատ սիրված է հանրության կողմից։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նա աշխատում է երկար տարիներ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է։ Դե իսկ Star News-ը այսքանն էր առանձնացրել այս հոլովակի համար։ Ձեզ ներկայացրեցինք սիրված դերասաններ Ալլա Վարդանյանի և Արմեն Մարությանի կյանքի պատմությունը, ինչպես նաև մի քանի հարցազրույց նրանցից։